Պաշտոնական կոչ Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Դադարեցրեք հարկադիրի միջոցով բնակարանների և գույքի բռնագանձումը։ Այսօր, երբ հազարավոր քաղաքացիներ ճնշված են տարիներով կուտակված վարկային պարտավորություններով, իսկ բանկային համաներման ծրագիրը սահմանափակվել է մինչև 1 միլիոն ՀՀ դրամի շրջանակում, մենք որպես դեմ եմ քաղաքացիական շարժում, պարտավորված ենք բարձրաձայնելու ժողովրդի ցավը և հղում ենք այս կոչը։ Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունն ու օրվա իշխանությունները վերանայեն բանկային համաներման ծրագիրը, ընդլայնեն այն, ներառելով նաև 1 միլիոն դրամից բարձր չվճարված և չսպասարկվող վարկերը, ապահովել վճարման այլընտրանքային, արդար, հասանելի մեխանիզմներ բոլոր քաղաքացիների համար, անկախ սոցիալական կարգավիճակից։ Դադարեցրեք հարկադիրի միջոցով բնակարանների և գույքի բռնագանձումը։ Այս գործողությունները վերածվել են քաղաքացիների սեփական երկրից արտաքսման գործիքի, երբ պետությունը քանդում է մարդկանց տները, նա քանդում է ընտանիքներ, կինը բաժանվում է ամուսնուց, երեխան հեռանում ծնողից։ Ընտանիքները քանդվում են ոչ թե պատերազմով, այլ խաղաղ պայմաններում, բանկերի և հարկադիրների միջոցով։ Սա այլևս ոչ թե սոցիալական խնդիր է, այլ ազգային ողբերգություն։ Այս համակարգը, որ ներկայանում է որպես ժողովրդավարական, գործնականում վերածվում է ստրկատիրական կառուցվածքի, երբ քաղաքացին մնում է անպաշտպան պետության և բանկային համակարգի ճնշման տակ։ Դեմ եմ քաղաքացիական շարժումը պահանջում է ժողովրդավար, արդար, մարդակենտրոն լուծումներ, այլ ոչ հարկադիր բռնագանձումներ։ Ժամանակ և իրական հնարավորություն քաղաքացիներին իրենց պարտավորությունները մաս-մաս մարելու համար, այլ ոչ թե կործանարար ճնշում։ Այս խնդիրը մեր համար նոր ճարտարապետության մեկնարկ է։ Ժողովուրդը պետք է հնչեցնի իր ձայնը։ Ժողովուրդն է բերել այսօրվա իշխանություններին, և այդ իշխանությունները պարտավոր են լսելու և գործելու ի շահ ժողովրդի։ Այսօր լռությունը դավաճանություն է, այսօր պայքարը գոյության միջոց։ Չկա պառլամենտական ընդդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ։